Եթե հետվեճարի համակարգը գործում է, չէ, տնտեսագիտական կատեգորիա է դարձել արդեն եւ կիրառության մեջ է մտնելու։ Հիմա ինչի կոմունալ ծախսերը դրա մեջ ներառված չեն։ Ինչու՞։ Դուք ասում եք, թոշակառու ջան, պետությունը ստացել այդ աղքատիկ թոշակը, այդ կոպեկները, լումաները եւ հետվեճարի համակարգով գնա հարստացի։ Բարձրացրու քո թոշակը, շատ ապրեք։ Ինչի կոմունալ ծախսերը հետվեճարի մեջ ընդգրկված չի։ Ցող գան բացատրեն։ Եվ միայն կոմունալը չէ, էլի օրինակ շատերը վարձով են բնակվում, այդ դեպքում եւս դրա մասին ինձ թոշակառուներից օրական ստանում եմ երևի մի 100-ից չափ նամակներ եմ ստանում։ Թոշակառուները մեզանից լավ գիտեն թեման, հստակ տիրապետում են, որտեղ դա նրանց կյանքի մոդելի հարցն է, եւ այդ անձնավորությունները այդ կոպեկները տնօրինելու, կառավարելու, կարելի ասել իդեալական փորձ ունեն։ Հարուստը երբեք չի իմանա, թե աղքատը ոնց է ապրում, եւ հարուստը երբեք չի իմանա, եւ հարուստը բնականաբար կզիջի աղքատին այդ կոպեկները արդյունավետ կառավարելու գործի մեջ։ Մարդիկ իրենց կամքից անկախ դարձել են ֆինանսական մենեջերներ։ Մարդիկ կոպեկների համար գիտեն, որ ընդհանրենք բակային խանութում, որ միրգը կամ որ բանջարեղենը գինը ինչքան է կազմում։ Մարդիկ ռադիուսով, կիլոմետրի ռադիուսով տիրապետում են ամբողջ այն հնարավոր ինֆորմացիան, որը որ կոպեկները պարզապես տնտեսելու հնարավորություն տալ։ Հիմա այդ Արսեն Թորոսյանին ասում եմ, այդ Մոլդովան բան թող մի կողմ, արի դու թոշակառուին բացատրի։ Ինչու կոմունալ ծախսերը չի մտնում հետվեճարի այդ բազայի մեջ։ Թող բացատրի։ Որտեղից բացատրի։ Իրենք արդեն գիտեն, որ որոշումը ընդունել են, եւ ընդունել այնպիսի որոշում, որ թոշակառուին հնարավորություն չտան նույնիսկ 10,000 դրամները իրենց այդ պատկերացրած տեսականորեն իբր թե ձևավորվող ստանա։ Այդ 10,000-ի մեջ ինչ չեք մտցնում, այդ կոմունալը մտցրեք, ի՞նչն է պատճառը։ Այսինքն իրենք մտածում են միայն սնունդի վրա։ Լավ, քաղաքացին թոշակառուն։ Ընդ որում բավականին սխալ է, որ տրանսպորտի զեղչային համակարգում մոտավորապես 66-67 դրամ մեկ ուղևորատոմս արժի։ Դա ինչի չեք մտցնում դրա մեջ։ Այսինքն դա էլ հետվեճարով ներառված։ Դա հետվեճարի մեջ չի մտնում։ Խնդրեմ։ Դա հետվեճարի մեջ չի մտնում։ Հիմա խնդիրը գիտեք որտեղ է։ ՍՏ-ով, խաբեությամբ, կեղծիքով, հարցից ոչ թե չեն փախնում։ Հարցից նույնիսկ չեն խուսափում։ Պարզապես երկաթ բետոն է, այսպես ասած, պնդաճակատությամբ, ասում են փող չեք ստանալու եւ վերջ։ Մի համեմատություն եմ ուզում անեմ, նույն այդ ոչ հումանիստ անձնավորությունը, չէ՞, ստանում է մոտավորապես առանցին գնահատական, իհարկե իր փողը իր գործն է, ինչ ուզում է թող անի։ Մենք իր փողի մասին չենք մտածում։ Մենք համեմատություն ենք հասկացնում։ Ակնհայտ է, որ նա 30, 40, 50 թոշակառուի չափ աշխատավարձ է ստանում։ Միգուցե։ Այսինքն ինչ։ Միգուցե իր ծանոթ բռնվածություն, այո, միգուցե նրա նո մոտավոր միլիոնից ավել հաստատ։ Միգուցե նրա ծանոթ բռնվածությունը ավելի շատ է, բան չասեցինք։ Բա այս երկիրը սահմանադրություն ունի եւ սահմանադրությունը դեռևս ոչ ոք չի արկախել, ընդհանրենք սահմանադրությունից չեն հրաժարվել, ինչպես անկախության հռչակագրից են փորձում հրաժարվել։ Հիմա սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ մենք սոցիալական պետություն ենք։ Լավ, այդ սոցիալական պետության մեջ կարիքավոր խավը կես միլիոնից ավել ինչի պիտի ստանալ 30-40 անգամ ավելի ցածր գոյության միջոցներ ֆինանսական, քան այդ անձնավորությունը, որը որ հարցերին եթե փորձում է ծանոթանալ, ես նրան ընդհանրապես խորհուրդ եմ տալի։ Նույն իր էջում, իր գրառման տակ, թող չալարի աշխատանքի ժամին չէ։ Ազատ ժամին, ազատ ընթերցանության, ոչ հաճելի ընթերցանության ժամին, թող մի հատ կարդա մարդիկ ինչ են գրում։ Կանայք, ես 3 եմ ընդհանրապես կարդացել, կանայք
մի 400 հոգի մարդ էր արձագանքել դրա գրառմանը, կանայք մոտավորապես մի 250 հոգի երևի, չեմ ալարը հաշվել, բացարձակ անիծում էին, անեծքի տարատեսակներով, անեծքի խորություններով, չգիտեմ միջև ուր հասնող տղամարդիկ, չեմ ուզում ասում ինչեր էին գրում։ Խոսքով իրենց վերաբերմունքը Այս մարդը թող իր աշխատանքի արդյունքը, աշխատանքի գնահատականը փնտրի նաև թոշակառուներ հետ շփման մեջ։